Պարոն Բելայան, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցումը և բանակցության ավարտը ողջունեցին աշխարհի շատ երկրներ, հայտնելով պայմանագրի ստորագրման ակնկալիք, վարչապետը մի քանի օր առաջ խոսել էր Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, երեկ Մակրոնի և Իրանի նախագահի հետ։ Ինչպես է գնահատում այս համաձայնությունը, հավանական համարում եք, որ շատ մոտ ապագայում կստորագրվի խաղաղության պայմանագիրը։ Իհարկե կարելի է եւ հավանական համարել, որ կստորագրվի եւ հավանական համարել, որ չի ստորագրվի, այն ջղաձգումները, որ մենք տեսնում ենք Ադրբեջանի կողմից, տպավորություն է թողնում, որ իրենք չէին սպասում, որ հայկական կողմը կընդունի այդ առաջարկը, որովհետեւ իրենց ծրագրերում այլ նպատակներ կան, որոնք կապ չունեն խաղաղության հետ, բայց այն արձագանքը, որ մենք տեսանք, այն միջազգային հուժկու արձագանքը, որ մենք տեսանք, այն պարագայում, որ դա չի ստորագրվել, այլ ընդհանրապես համաձայնեցվել է, խոսում են դրա մասին, որ Ադրբեջանն այնքան էլ բարվոք վիճակում չէ կատարելու իր ուրեմն ռազմական ագրեսիաները, նամանավանդ երբ մենք հաշվի ենք առնում Մայքլ Վոլցի, Թրամփի վարչակազմից այդ կարևոր հայտարարությունը եւ հանձնառությունը Ադրբեջանին, որտեղ կոչը ուղղված է հիմնականում Ադրբեջանին, որպեսզի չգնալ սադրանքների, այդ թվում բաց թողնել պատանդներին եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Արդյոք նա չէր սպասում այս տեսակ միջազգային արձագանքի, այդ պատճառով է նման ագրեսիվ արկագիծ ցուցաբերում Ալիևը։ Այո, այն հանգամանքը, որ մեկ օրվա ընթացքում 3 անգամ մենք ստիպված եղանք հերքել, այդ թվում արդեն այսօր Եվրամիության ուրեմն դիտորդները նույնպես իրենց հերթին հաստատեցին այդ հերքումը հայկական կողմի, ցույց է տալիս այն, որ իրենք չէին սպասում։ Ես այստեղ շատ կարևոր եմ համարում նաև թուրքական լրատվամիջոցների հրավերը Հայաստան, այս օրերին շատ մեծ արձագանք է գտել վարչապետի այդ հարցազրույցը, տարատեսակ քննարկումներ, բանավեճեր եւ հիմնական թեզը այն է, որ որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի, Ադրբեջանը պետք է ավելի քիչ մաքսիմալիստական նկարտումներից հանդես գա եւ դա խոսում է նրա մասին, որ կարենք ասել, որ այդ հարցազրույցը հաջողված էր, մենք կարողացանք ոչ միայն թուրքական արդեն իշխանության, այլ նաեւ հասարակության մեջ, հասարակությանը մաս կազմել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որքան էլ որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմամբ, ես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն եմ կապում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ եւ որքան մենք կարողանանք մերձեցնել մեր տեսակետները եւ հասկանալի դառնանք միմյանց նկատմամբ, այդ թվում հասարակությունների միջև, բնականաբար խոսքը չի գնում հաշտության, եղբայրության, ընկերության, բայց խոսքը գնում է կառավարելի հարաբերությունների հաստատման մասին։ Այդքան մենք կարողանանք Ադրբեջանին պահել ավելի կառավարելի դաշտում եւ կառուցողական։ Ալիևի այս ագրեսիվ վարքագծին զուգահեռ, ինչպես խոսեցինք, արդեն նաև այդ սահմանային իբրև թե հայկական կողմը խախտել է հրադադարի ռեժիմը, արդյոք սրանով նա փորձում է ձգձգել խաղաղության պայմանագրի ստորագրումը, այսինքն առիթներ է փնտրում, որ դա ձգձգվի։ Այո, նա փնտրում է պատրվակներ, որպեսզի չստորագրի, առավել եւս ավելին ասեմ, նա փնտրում է որևէ կազուսպելի, որպեսզի գնա ռազմական սադրանքի, որովհետեւ նա այս պայն հետաքրքրված չէ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ, սակայն դա չի նշանակում, որ դա հնարավոր չէ։ Ես կարծում եմ Միացյալ Նահանգների ներգրավվածությունը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը կարող է լուրջ նպաստ բերել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, որովհետև այստեղ կան տնտեսական շահեր, ընդ որում դրա շահառուներն են տարածաշրջանի բոլոր երկրները, թե Ադրբեջանը, թե Հայաստանն առաջին հերթին, թե Վրաստանը եւ Թուրքիան իրենց հերթին եւ իհարկե Միացյալ Նահանգները եւ հետեւաբար այն նույն միջին միջանցքը, որի մասին խոսում էր դեռ նախորդ վարչակազմից Ջեյմս Օբրայենը, դեռ սեղանի վրա է եւ կմնա սեղանին այնքան, քանի դեռ այն չի սկսվել իրագործվել եւ մենք տեսնում ենք այն ինչ տեղի ունենում հուսիտների հետ կապված, այն որ Միացյալ Նահանգները այսպես ասած համբերության բաժակը լցվեց եւ իրենք սկսեցին ռմբակոծել հուսիտներին, որովհետեւ իրենք չէին թողնում անազատ, որպեսզի տրանսպորտային միջոցները, նավերը նավարկեն Խոսում են նրա մասին, որ այո, ուրեմն կապուղիները շատ կարևոր դեր են խաղում եւ սա մի կապուղի է Միջին Ասիայից
Հարավային Կովկասով դեպի Եվրոպա, դեպի Միացյալ Նահանգներ, դա շատ լուրջ կապուղի է, որի շահառուն պետք է լինի եւ կա Միացյալ Նահանգները որպես պատրոնաժ, դա պետք է գործի եւ տնտեսական համագործակցությունը նաեւ այս ձևաչափով, բազմաչափ ձևով նաեւ երաշխիք կհանդիսանա հայ-ադրբեջանական հնարավոր խաղաղության պայմանագրի կատարմանը եւ թղթին չմնալուն։ Ինչ դերակատարում կունենան ԱՄՆ-ն ու Եվրամիությունը այս համաձայնագրի ստորագրման հարցում։ Բայց տեսնում ենք, որ շատ լուրջ դերակատարում են ունեցել։ Ես թերահավատ եմ, որ կարող է վերակենդանանալ բրուսելյան կամ պրահյան կամ փարիզյան կամ նույնիսկ բերլինյան հարթակը, որտեղ նորից կբանակցեն, բայց ես ավելի լավատես եմ Վաշինգտոնյան հարթակի մասին եւ այն թե Մարկո Ռուբիոյի հայտարարությունը, թե Ուոլցի հայտարարությունը խոսում են նրա մասին, որ իրենք շարունակում են հավատարիմ մնալ նախորդ վարչակազմի հանձնառությանը խաղաղություն հաստատել այս տարածաշրջանում եւ ներգրաված լինելով, ընդ որում անմիջապես ներգրաված լինելով բանակցություններում եւ ես կարծում եմ, որ Միացյալ Նահանգները կաշխուժացնի այդ առումով իր ներգրավվածությունը եւ դրանով նաեւ կզսպի Ադրբեջանին, որպեսզի չգնա պրովոկացիոն քայլերի։ Մենք կարող ենք փաստել, որ ի տարբերություն նախորդ վարչակազմի, այս վարչակազմը հանդես է եկել իր կտրուկ քայլերի եւ կոշտ քայլերի եւ գործողությունների գնալու տեսանկյունից եւ հետեւաբար կարող ենք հավաստիանալ, որ եթե Միացյալ Նահանգների կողմից լինի իրապես հանձնառություն, իսկ մենք դա արդեն տեսնում ենք առաջին ծաղիկները, ապա մենք հնարավորություն կունենանք նաեւ խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որն իր հերթին կբերի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որն իր հերթին կբերի ռուսական լծից ուրեմն ազատվելու հնարավորությանը։ Դուք խոսեցիք վարչապետի թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի մասին, համարեցիք, որ այն հաջողված էր, մինչդեռ հայկական որոշ ընդդիմադիր շրջանակներ մեծ աղմուկ մի աղաղակ էին բարձրացրել, թե ինչպես կարելի է մեր հարկատուներից հաշվին թուրքական լրատվամիջոցներին բերել այստեղ, ո՞րն է խնդիրը։ Դե իրենք նախատեսում են, որ ավելի ցանկալի կլիներ, որպեսզի Սոլովյովը, Սկաբաևան եւ մնացած պրոպագանդիստները Ռուսաստանից գային եւ այստեղ մեզ թելադրեին, թե ինչպես պետք է մենք ապրենք եւ ոչ մի դեպքում չի կարելի թուրքերի հետ գնալ հաշտության կամ կարգավորման ավելի շուտ այս պարագայում եւ դարուց ավել պահվող այդ մտրակը, որոնք իրենք օգտագործել են մեր դեմ սկզբից Թուրքիայի միջոցով, հետո Ադրբեջանի միջոցով, իրենք տեսնում են, որ այդ մտրակը արդեն սկսում է չգործել եւ իրենք բողոքում են դրանից։ Բնականաբար, եթե իրենք բողոքում են, նշանակում է, որ մենք ճիշտ բան ենք արել, որովհետեւ եթե մենք սխալ բան արած լինենք, իրենք չէին բողոքի։ Իդեպ վատ էր, որ վարչապետի ուղերձը, ինչպես ես նայում եմ, այնտեղ շատ նորմալ հասցրել էին։ Այո, ես վստահաբար կարող եմ ասել, որ դա իրենց գալը Հայաստան բնականաբար համաձայնեցված է եղել թուրքական իշխանության հետ եւ ես իրապես տեսնում եմ ցանկություն թուրքական իշխանության կողմից, որպեսզի հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն։ Իրենց պաշտոնյան այցելեց Բաքու եւ Հիկմետ Հաջիևի հետ իր զրույցի ժամանակ խոսեց արդեն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումից, դրա կարևորությունից եւ հայ-թուրքական հարաբերությունների դրանից բխող կարգավորումից եւ դրա կարևորությունից եւ այն հանգամանքը, որ Թուրքիան հիմա մեծապես կախված է նաեւ արևմուտքից, թե Միացյալ Նահանգներից, թե Եվրոպական միությունից եւ այն հանգամանքը, որ Թուրքիան սկսում է ստանձնել ավելի լուրջ դերակատարում այս նոր եվրոպական էկոհամակարգի, անվտանգային էկոհամակարգում, իր մասնակցությունը լոնդոնյան քննարկումների ժամանակ, թե առաջին, թե երկրորդ սամիթի շրջանակում, թե առանձին երկրների հայտարարությունները, որ Թուրքիան պետք է ներգրաված լինի, նույնիսկ մենք ունենք Լեհաստանից հայտարարություն, որ Թուրքիան պետք է դառնա Եվրամիության անդամ։ Հետևաբար Թուրքիայի դերակատարումն էլ ավելի է մեծանում եւ մենք պետք է ընդգծենք, որ որքան Թուրքիան լինի պրո-եվրոպական, պրո-արևմտյան, այնքան դա բխում է Հայաստանի շահերից եւ հակառակը, որքան Թուրքիան մերձանա Ռուսաստանի հետ, դա կնշանակի, որ մի նոր գործարք կարող է տեղի ունենալ Հայաստանի հաշվին, Հայաստանի տարածքների եւ կյանքերի հաշվին։
Եվ նաև խնդրեմ մեկնաբանեք նախորդ շաբաթ ազգային ժողովում ընդդիմության պահվածքը, երբ Արարատ Միրզոյանին հարցեր էին հնչեցնում, տպավորություն էր, որ սպասարկում են ադրբեջանական օրակարգը, մասնավորապես կրկին միջանցքի մասին այդ անհասկանալի հարցադրումները, երբ որ տարիներ շարունակ կրկնում են իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը եւ Արարատ Միրզոյանը, որ միջանցք չի լինելու։ Այնուհետև թե ինչու են դուրս գալու եվրոդիտորդները, մինչ այդ նույն ընդդիմությունը չէր ցանկանում, որ եվրոդիտորդները լինեն սահմանին, որովհետև ռուսները կնեղանան եւ այս տեսակ բաներից հետո գալի ազգային ժողովում նմանատիպ հայտարարություններ անել եք խնդրում։ Բացի դրանից իրենք ծաղրում են եվրադիտորդների ներկայությունը, իրանք ասում են, թե ինչ պետք է իրենք անեն իրենց հեռադիտակներով, բայց մենք տեսանք, որ շատ գործուն աջակցություն են իրանք ցուցաբերել, որ այդ անզեն դիտորդները շատ ավելի գործուն աջակցություն են բերել, քան ռուս զինված սահմանապահները, որոնք շատ կարևոր պահին թողնում են իրենց հենակետերը եւ գնում իրենց բազաները։ Իսկ գիտեք, ազգային ժողովի ընդդիմությունը մի քիչ դժվար է իրենց տրամաբանության ներքո քննարկելը, որովհետև իրենց հայտարարություններում իրենք, ինչպես դուք նկատեցիք, իրենք ոչ թե առաջնորդվում են իրենց ենթադրենք կուսակցական գաղափարախոսությամբ կամ իրենց պատկերացրած հայկական պետականության շահերից, այլ իրենք օրվա առիթն օգտագործելով եւ ստանալով հերթական իրենց հրամանները Կրեմլից, իրենք առաջնորդվում են, թե ինչ պետք է խոսել հիմա, ինչ պետք է խոսել հետո։ Եթե մենք տեսնում ենք, որ իրանք սկսում են ջղաձգվել ինչ որ հարցի շուրջ, օրինակ իրենք խոսում էին հայ-ադրբեջանական հարաբերությունների հնարավոր խաղաղության պայմանագրի կնքման դրույթներից, իրականում իրենք ոչ անհանգստացած են առաջին կետից, ոչ երկրորդ կետից, իրենք անհանգստացած են այն բուն փաստից, որ հնարավոր է, որ նմանատիպ խաղաղության պայմանագիր կնքվի։ Իրենց ոչ թե հետաքրքիր են, թե ինչ կետ, որոնք են այդ 17 կետերը, ինչ ռիսկեր կամ հնարավորություններ են իրենց մեջ պարունակում, որտեղ ենք մենք զիջում, որտեղ չենք զիջում, որտեղ ենք մենք ստանում փոխզիջում, որտեղ չենք ստանում փոխզիջում։ Իրենց համար կարևորը որպեսզի չլինի քննարկում, չլինի հարաբերություն, չլինի հարաբերության կարգավորում, հակառակը այո լինի միջանցք, այո գան ռուսները, այո մինոր լաչինի միջանցքի տեսքով գան էկոակտիվիստներ, փակեն այդ միջանցքը, Սյունիքը կտրեն մեզնից, իրենք դա են ուզում, որպեսզի գան իշխանության, որպեսզի կատարեն իրենց առաջադրանքը, որպեսզի Հայաստանը դարձնեն ռուսական գուբերնիա, որպեսզի դարձնեն հերթական Բելարուս, սա է իրենց ցանկությունը։ Իսկ թե ինչ կետեր են մեջը ներգրաված, իրենք այդքան էլ իրենք մի օր սա կասեն, մի օր նա կասեն, այսօր կասեն եվրադիտորդները լավն են, վաղը կասեն եվրադիտորդները վատն են։ Քանի որ իրենք համարվում են սեզոնային պայքարողներ, արդեն գարուն է, եղանակները տաքացել են, ինչ զարգացումներ սպասել նրանցից։ Ես ծանոթացա, որ մարտի 19-ին կարծես թե իրենք հերթական սեզոնային սրացման ազդակ են ուրեմն հայտարարել, ազդարարել, ցավում եմ, որ նորից իրենք Բագրատ սրբազանին են ներգրավում, ես տարակուսանք եմ որ զգում, որ Բարգրատ Գալստանյանը հերթական անգամ փորձում է մտնել այս ամենի մեջ, քանի անգամ նա զգացել է, տեսել է, որ նա օգտագործվել է, բայց նա կարծես թե փաստորեն ոչ թե օգտագործվել է, այլ նա հենց կոնկրետ դերակատարում է ունեցել, որովհետև եթե նա շարունակ մասնակցի այս process-երին, դա արդեն ոչ թե նշանակում է, որ նա օգտագործվում, այլ նա ոչ թե գործիք է, այլ նա կոնկրետ կատարու, կոնկրետ հրաման տվողներից մեկը։ Այդ չինական այդպեսի ասացված կա խափինից մեկ անգամ ամոթ քեզ, խափիրինց երկրորդ անգամ ամոթ ինձ։ Նա եթե երրորդ անգամ է ուզում գնա եւ փորձի այդ ամենի միջով անցնի, նշանակում է, որ արդեն նա ոչ թե խափտվում է, այլ նա իրապես փորձում է ստել, խափել հասարակությանը։ Ես շատ լուրջ չեմ վերաբերվում դրան, ես չեմ պատկերացնում, որ մարդիկը համախմբվեն իր շուրջ։ Ես կարծում եմ, որ Հայաստանի քաղաքացիները ուզում են խաղաղություն, բայց ուզում են նաև հասկանալ, թե ինչի մասն է այդ խաղաղությունը։ Ես կարծում եմ շատ լավ ժամանակ է, որպեսզի ընդհանրապես այդ տեքստը հրապարակվի, որպեսզի ավելի հասկանալի դառնան, թե որոնք են այդ 17 կետերը, որովհետև նույն այդ երկու կետերի շուրջ այնտեղ կա ոչ լիարժեք ինֆորմացիա, թե ի վերջո եթե օրինակ եվրադիտորդները կամ երրորդ ուժը դուրս է գալիս, որքան կիլոմետր այդ սահմանը, 1 կիլոմետր, 2 կիլոմետր, 3 կիլոմետր, որովհետև Նախիջևանում էլ թուրքական զինուշ կա, հա, պետք է լրիվ այդ բոլոր մանրամասները հասկանանք, մանրուքները հասկանանք, որպեսզի հասարակությունը լինի տեղեկացված եւ նաեւ մենք մեր խոսքում, մեր գնահատականներում լինենք ավելի անաչառ եւ ճշգրիտ։ Շնորհակալություն։ Սիրով։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։